Եթե չկա հարությունը, ամեն բան կեղծիկ է կյանքի մեջ։ Մենք կոչված չենք ծնվել, ուտել, խմել, տառապել, պատերազմ, հիվանդություն, դավաճանություն, մատնություն տեսնել ու մեռնել, այլ մենք կոչված ենք ապրելու։ Պարզ նայեք այսօր մեր երիտասարդներին, մեր երիտասարդությունը ինչ է։ Շատերը ժպտում են, ժպիտ կա իրենց դեմքին, բայց իրենց ներսում պայքար կա, վախի, անորոշության, ինքնագնահատականի զգացումի, սիրված լինելու, մերժված չլինելու։ Նայեք ծերերին, վախ կա միայնակ մնալու, իրենց զավակները շատերը չկան, միայնակ են ապրում։ Բայց միայն հարության հույսով են այս մարդկանց մեջ լցված, որ դու կարող ես ապրել։ Ինչ է ասում այս աշխարհը։ Հիմա գործիր, հետո կմտածես։ Սա է այսօրվա աշխարհի քարոզչությունը։ Հիմա ինչ որ ուզում ես արա, հետո կմտածես, կանրադառնաս, այս արարքդ ինչպես սրբագրես։ Բայց Հիսուս ասում է, եթե աշխարհի մեջ ոչ ոք չլինի քեզ հետ, ես քեզ հետ եմ։ Եթե աշխարհում քեզ ոչ ոք չսիրի, ես արդեն քեզ սիրել եմ։ Եթե աշխարհը քեզ չընդունի, ես արդեն քոնն եմ։ Դու կարող ես ինձ դիմել, կարող ես ինձ հետ ապրել։ Եթե աշխարհը քեզ ատի, իմացիր, որ ես անդավաճան սիրով սիրում եմ քեզ։